Այս վարդը ոնց որ կպելա, բայց երեք Քսենյան մտել էր գլուխը մտցնում էր այս արանքից, ուզում էր երևի չգիտեմ տեղահանաներ, թե ինչ աներ, չի թողնում այդ չարաճճին, որ բանաճի, այստեղ էլ հողը տեսեք ինչ է արել։ Լավ աճում այս վարդը։ Փոսակցել այնտեղ։ Սրանք էլ լավ մեծացել են իրիկունները, որ դուրս են գալիս անուշ, հոտը տարածված է լինում։ Սա էլ է լավ վիճակում, լավ սրան ձեռ չի տալիս Քսենյան։ Բայց այստեղ այս վայրի ծաղիկները ինեց հանել էի, տեսեք ինչ է արել, ամբողջը քանդել, թափել, չիշիկանում ես ամանի մեջ, հետո էլ բանա դե մակրասերա չէ, հետո սկսում է հողը բանան, իրա չիշիկը ծածկել։ Այս մեկը ինչ-որ բան էր երևում, որ աճում էր, բայց հիմա ոչ մի բան չեմ տեսնում։ Եթե չէ կարելի է այստեղ նայեմ, եթե բան չի աճում, կարելի է այստեղ ինչ-որ բանջարեղ են ցանել, եթե իհարկե էլի Քսենյան չխառնի իրար էլի։ Ժողովուրդ ջան, բարի լույս, հուսով եմ բոլորդ լավ եք։ Մենք էլ ենք լավ, օրը մի քիչ անպամած է, բայց տաք է։ Գնում ենք Lidl առևտրի օր այսօր։ Գնանք մի քիչ գնումներ անենք, որ վաղվանից ես գործի եմ, որ մենակաշուտի վրա չմնա էլի ես դժվար գործը, բայց ասեն, որ այնքան բանով չեմ ուզում էլի առևտրի գնամ։ Այնքան ոչ հավեսով եմ գնում։ Բայց դե պետքա գնացվի, ինչ անենք։ Ահագին շատ հարցեր ունեմ կուտակված, լիքը հարցեր եք գրել ժողովուրդ ջան, նայեմ այսօր դե տանն եմ, տեսեմ հարմարացնեմ, պատասխանեմ միանգամից, երևի առանձին վիդեով սարքեմ, որ միանգամից հարցերի պատասխանները այդտեղ գտնեք։ Երեկվա գրած հարցերն էլ եմ կարդացել, կփորձեմ բոլորին պատասխանել։ Ուզում էինք ալդի գնայինք, թե չէ։ Ուզում չալ դեշտակ։ Փոխենք ուղղությունը։ Փոխի։ Ուղիղ գնան դիցաչով շանդիլը։ Պլանները փոխեցինք, գնում ենք ալդի։ Մի քիչ հեռու, այդքան էլ հեռու չի, բայց այնտեղ մի քիչ ավելի մեծ ալդի կա, գնանք ալդի այս անգամ։ Ուղղակի ալդիում չգիտեմ, հիմա հուսով եմ օրը նոր է սկսվում, բանջարեղեն բան շատ կլինի դրած, մեկ շատ այդպես չի լինում, էլի դատարկ է լինում տարակները, գնանք տեսնենք։ Lidl-ը մոտիկ է, հենց դուրս են գալիս, գնում ենք միանգամից Lidl, բայց այսօր լավ առիթ է, այսօր տրադիցիան փոխենք, գնանք ալդի, տեսնենք ոնց է։ Այնտեղ ինչ կա։ Եղանակը մի քիչ բան է եղել, ջերմաստիճանը մի քիչ ոնց որ իջած լինի, 14 աստիճան է, այնպես չի որ շատ բան է, բայց ամեն դեպքում այն մի քանի օրվա տաքերից հետո հիմա մի քիչ իջել է։ Չհասցրիք փոխես լույսը։ Երեկվա վիդեոն եթե մինչև վերջ նայեցիք, վերջում լավ բաղադրատոմս էի դրել բանով, կաբաչկայով, դդմիկով, շատ համով էր, փորձեք դուք էլ շատ լավ է ստացվում, շատ համով է, բոլորը գոհ են, բոլորը երջանիկ են։ Բենզինի գինն էլ լավ իջել է, 1.46։ Ես 1.43.9 օր եմ լցել։ Ես բաղավելում ենք։ Կյանքից չարացած մի հոգի եկել էր վիդեոներից տակ բաներ էր գրել, գնացել էր, ասում եմ տեսնես գոնե այդ չարությունը դուրս եկավ մեջից, որ գրել էր, թե էլի բան չփոխվեց, ավելի չարացավ, այստեղ չէ՞ շուտ։ Պատկերացնում եմ այդ խեղճ տանեցների վիճակը, եթե անծանոթներն են այդպես մտնում, վատ բաներ ասում, դե պատկերացրեք տան անդամների հետ ինչ պիտի լինեն։
չկա։ Հասանք ժողովուրդ ջան, հիմա նայենք որտեղ ենք կանգնում։ Այս աստեղ։ Սպասի։ Ապրես գնանդ։Աշուտ քնություն եմ տվել, սպասի։ Հա, ճիշտ է, մոռացել եմ տվել էր։ Ու այն որում այստեղ ինչ կանենք։ Պարկինգն է ստեսուր։ Դեպիս կոմպայլով հանդարտ։ Դուք ուշադիր եղեք ժողովուրդ ջան, որ Աշոտը չի թողնում մի բան ինքնուրույն անեմ։ Այս պարկինգում շատ եմ փորձել ժողովուրդ ջան, այստեղ եկել ենք Աշոտի հետ ու պարկինգ ենք պարապել։ Հիմա Աշոտը էլի սովորության ուժով հենց ուզում եմ պարկինգ անեմ, ինձ ասում է այսպես արա, այնպես արա։ Անընդհատ ասել եմ հենց Անտա դասելա սովորությունա, հիմա էլ է ասում, ինչ արած։ Ամեն դեպքում մի քիչ ուրիշ զգացողությունա, որ արդեն ունես վարորդական տոմսը, ավելի ինքնավստահ ես, ավելի բան։ Դե բնականաբար հիմա այսպես խոսալով նկարում եմ մի քիչ բանա ուշադրությունս երթևեկությանն է, բայց ինչևէ, հեռախոսն անջատեմ իջնենք Ալդի։ Ալդի սուրճերը չգիտեմ ինչա։ Լավ չի, բայց հիմա այնպես չի, որ շտապ պետք է ունեմ դեռ սուրճ, երևի չեմ վերցնի։ Լիդլինը սովորել եմ արդեն։ Իսկ չեմերից կարելի է վերցնել։ Ծիրանի չեմ 1.30, 1.29 արժի 450 գրամ է, շուտը սիրում աջամեր կատ վերցնենք, տեսնենք, մի հատ նուշի կատ, ես էլ չոտ բուսական կատ է, բայց չգիտեմ ինչա։ Դրանք բաճի Հեղուկ մեղրը 1 կիլոն արժի 5 եվրո։ Սադիկի շոկոլադներ, սրիկներ։ Մենք թորնիկ չունենք մոտերս, որ տանենք ուրախացնենք։ Ուրախանային են թորնիկները սրանցից։ Շոկոլադներ։ Ալդեից դուրս եկանք։ Մեկը այս խանութը չգիտեմ, լավ չի էլի, կամ դարակներն են դատարկ, կամ խառնաշփոթ է, փոքր է, կիսատ պրատ առևտուր արեցինք, նորից լիդլ պետք է մտնենք, տեղավորենք, ջահել տղա, նայեք, նստած փող է ուզում, թե գնա աշխատի էլի, ով պետք է աշխատի, բերի քեզ փող տա։ Խանութը այնքան փոքր է, որ խանութի մեջ չես կարող նկարես, որովհետև շատ փոքր է, մարդիկ անցնում դառնում են, պետք է անդադես կոմ գնասեն, կոմ գնասի չես, տեղ տաս, հարմար չի, չգիտեմ, Ալդին, մի ժամանակ օգտվում էինք ես Ալդից, բայց հիմա ընդհանրապես չէ, այդպես չի, որ այս ժանական բան, ուղղակի համատավար մեծ օտեր, ասեցինք կարող է բան լինի, բայց բանջարեղենի դարակները դատարկ, մրգերինը դատարկ, եղածը անվորակ, փչացած, վերջը լավ չէր, դժգոհ եմ։ Հիմա շատ տեղավորում է, տեղավորի վերջացնի գնանք մտնենք մի անգամ ես լիդլ ու գնանք դու։ Ես ես չեմ տեսում, գիտեք, ահա, այսպես։ Օգնեմ Աշոտ։ Աշոտը իսկական ջենտլմեն է, մենակ է տեղավորում։ Նստեմ ինչև վերջացնի ինքը։ Այդպես դժգոհ եմ Ալդեից, ժողովուրդ ջան։
տանը ցույց կտամ ինչ առա, էլի առանք մի 110-120 եվրոյի առանք, բայց որակով բան չկա։ Հատկապես այդ թարմ բաների մեջ որակով բան չկա։ Նայում եմ աշխատողներ, մտածում եմ ոնց են ստեղ աշխատում, բայց ես գիտեմ հայ աշխատող էլ որ գոհ է։ Աշխատանքից իրանք գոհ են, երևի արդեն սովորել են, էլի։ Ես որ սովորեմ շորերի մեջ աշխատելու, այստեղ սուպերմարկետում իմ համար մի քիչ բան ա թվում, սառը, մի քիչ, չգիտեմ։ Այդպես ժողովուրդ ջան, ահա գին ասեցի հարցեր էիք տվել, հարցրել էիք քույր ու եղբայր ունեմ, մի քույր ունեմ, 2 եղբայր, 4 երեխա ենք մենք, քույրիկս էլ ա մեզ հետևում, շատ կապված ենք իմ քույրիկի հետ, ոնց որ մի հոգին 2 կես արած, այդպես կապված ենք, եղբայրներ էլ ունեմ, փառք Աստծո, սիրում եմ իմ եղբայրներին, այնպես որ հա, ունեմ, քույր ու եղբայրներ ունեմ, Հայաստանում են ապրում, իդեպ անցյալ տարի որ Հայաստան ենք գնացել, հենց քույրիկիս տանն ենք ապրել, շատ լավ հիշողություններ հիմա կան, շատ, հիշում կարոտում եմ ավելի քույրիկիս, այնպես որ մինչև հաջորդ այցելությունը հերիք է ինձ այդ ամեն ինչը, որ մինչև հաջորդ այցելությունը ուրախանամ, ոգևորվեմ ու իմ աղջիկներն էլ են Հայաստանում ապրում, հիմա նայում են երևի իրանց մամային, իմ բալիկները, իմ թոռնիկները Հայաստանում են ապրում, հա։ Այդպես սիրելիներս, Աշոտը ոնց որ վերջացրեց, այ ոնց չեմ սիրում ես առևտրի գնալը, ոնց չեմ սիրում, հիմա այսպես որ Աշոտի մոտ ասում եմ ինք կասի, ուզում ես ես մենակ գնա, սիրելիներս հերվից էի չէ նկարել, լավ չէիք տեսել ինչ եմ առել, սրանց հետո այնպես կդնեմ, որ շատ մոտիկից ցույց տամ, ներող կլինեք, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, ինձ հարազատ դարձած, ինձ իրոք շատ հարազատ դարձած մարդիկ։ Գնացինք հիմա էլ լիդր, ալդից դժգոհենք, էլ կգաս ալդի Աշոտ։ Չէ։ Տեսում եք։ Մի անգամից եկանք լիդլ, մնաց ասել էստեղից վերցնեք, ցուցակ եմ գրել, բայց թողել եմ տանն ու եկել եմ։ Ես սովորություն ունեմ էլի, եթե թղթի վրա եմ ցուցակ գրում թողնում եմ տունն ու գալիս եմ խանութ, էլով այդպես անում։ Մեկ եթե Աշոտն է գալու լինում խանութ, ես իր SMS-ով գրում եմ իրան ցուցակը, բայց իմ գալուց թղթի վրա եմ գրում, ասա ինչի համար ես գրում, եթե չպետք է վերցնես։ Ամեն դեպքում այսպես բաժիններով ման են գալիս ու հիշում եմ, դրանից պետք է թե պետք չի։ Մեքենաները քիչ են, երևի շատ մարդ չի լինի։ Ալդիում իրոք լավ չէր, էլ ինչա։ Վերջ, էլ ալդի չենք գնալու, որոշել ենք։ Այս կախովի ծաղիկները ինչ արժեն հանկով 2.23 կարող եմ հետ վերցնենք ինչ կարծիք եք ժողովուրդ կաճեն չեն աճի փորձենք Աշոտն ուզում է ինձ ծաղիկներ առնի, հիմա կարող է այս կախովի ծաղիկներից վերցնեմ, տեսեք, այս, ինչ կարծիք եք։ Սրանք է։ Սրանք արժեն 9.99, ամանի մեջ կերամիկ, տարբեր գույները, իսկ սրանք արժեն 7 եվրո։ Կիվին հատը 55 ցենտ,
նուրը մի հատը 1.99 մանգոն մի հատը 1.89 շատ թանկ է մեր մոտես մանգոն շատ թանկ է նայեք մալինան մեջը 125 գրամ է արժի 2.50 այսինքն կիլոն 19.92 նայեք մի քանի հատ շատ թանկ է խաղը առանց կորիզից երևի լավ մեր չի էպես կիլոն 5.38 տանձի կիլոն 1.99 ու հեչ բանա լավ չի կիտրոն շատ ունենք պետք չի ինչը թարմ բաներ չունեն մանդարինը կիլոն 2.39 սալոշկա արդեն կիլոն 3.98 նեկտարին 219 450 գրամը սուպերմարկետների մեջ հեչ հարմար չի նկարելը այնքան շատ մարդ կա ներսում ու իստումա խանութների փոքրությունից է էլի որ անընդհատ այսպես ոնց որ մեկ լուսի խանգար են էլի ինչև է հարմար չէր խանութում նկարել են մի ծաղիկը վերցրել էի բայց ետ դրեցի որովհետև շատ էր խեղճ էր տեսքը եթե զգացիք նկատեցիք այդ ծաղիկները ընդհանրապես ինչ որ ցույց տվեցի շատ էին արդեն խեղճացել երևի վաղուց ստացել են ու չի վաճառվել այդ տեղի ծաղիկն էի կախովի վերցրել ետ դրեցի շատ էր բան եղած ոնց որ թոռոմած մի ձևի լավը չէր տեսքը խանութում քանի որ չկարողացա նկարեմ ժողովուրդ ջան միասին դատարկենք հիմա առևտուրը երկու խանութի առևտուրը խառնվեց իրար պայուսակները այդքան շատ չէին երկու տեղից էլ ահագին շատ առևտուր արեցինք հիմա դատարկեմ գները ինձ թվում է արդեն մեծամասամբ գիտեք եթե ինչ-որ բանի գին հետաքրքրի գրեք չգիտեմ ալդիում իրոք ձեր ալդիներում էլ է այդպես բանջարեղեն միրգ նորմալ չկա կամ փչացած է կամ դատարկ են դարակները կարճ ասած շատ չդժգոհեմ ալդիից շատ դժգոհեմ մի քանի բան եմ ասում բայց կարծեմ 110-120 եվրոյի առևտուր արեցին բրոկոլի 1.35 էր կամ 39 դժվար որովհետև միշտ 9-ով է վերջանում գները մի հատ բրոկոլի այսպես դասավոր են, որ հետներ տեղ լինի, որովհետև ահագին առևտուր արեցինք, հիմա կասեք, ես աղջիկ ես ինչ է, այսպես կարճաթև շոքեցի։ Տակը ահագին լավ եղանակ է, բայց արև չկա, բայց ես շոքեցի երևի այդ արագ բաներից էլի։ Ես էլ ալդիից վերցրի, ես մեր հայկական արդեն ձեզանից եմ սովորել անունը պրասը, շատ համով է լինում, հատկապես սերուցքով, որ սոզներ ենք սարքում, հավի կրսկամսով, պրասով, սերուցքով շատ համով սունկ կարելի է նաև ավելացնել ու քրկումի փոշի անպայման շատ համով սոզներ են ստացվում, բրնձի հետ շատ լավ է լինում կամ կարտոֆիլի պյուրեի հետ։ Կարտոֆիլի հետ պարտադիր չի պյուրեն մի քիչ ավելի շատ դեկարակ ենք խառնում, մի քիչ ավելի շատ յուղային է ստացվում, կանաչ նեխուր, որովհետև կար նաև դեղինը հյութ եմ ուզում պատրաստեմ, տանել մի չկա, խառնեմ իրար կպատրաստեմ։ Մինչև առևտրի գնալը հասցրել սառնարանն եմ մաքրել, լավ մաքրել եմ, որ բերեմ սիրուն մաքուր տեղավորեմ։ Այս գունավոր սալատի թերթիկներից եմ վերցրել, սալատ միքս։ Ուրեմն մի քիչ խառը կստացվի պայուսակների մեջ, բայց ոչինչ,
Հավի կրծքամիսն էլ ենք ալդից վերցրել, բայց նույն գնով Lidl-ում էլ կար 2 կիլոն, այսինքն կիլոն գալիս է 7 եվրո։ Այստեղ 2 կիլո է։ Կկիսեմ առանձին բաներով կդնեմ, որովհետև շատ մեծ է, այսպես չսառացնեմ։ Ընդամենը 2 հատ սմբուկ եմ վերցրել, որովհետև շատ ժամանակ վերցնում եմ, ոչ էլ օգտագործում ենք, բայց մնում է արդեն թորոմման նոր մի բան անում եմ։ Ամեն դեպքում 2 հատ վերցրել եմ, ուզում եմ մի բան սարքեմ։ Այսօր հիմա ժամը 2-ն է լինում, ահագին չի արդեն, ինձ թվում է շատը գնաց, օրվա շատը գնաց։ Այս 20%-անոց ծերուցքներից ճաշերի համար սա, իսկ թխվածքների համար սրանից եմ վերցրել, մի հատ էլ մասկարպոնե վերցրի, մտածում գուցե մի բան հասցնեմ թխեմ։ Սա էլ է յուղային 35%, դե կրեմների համար հենց պետք է ամենայուղայինը։ Այսպես խառը հանեմ, ժողովուրդ ջան, սա Aldi պանիրներն էին, Petersbroti պանիրները, տանը ունենք մի 2 տուփ, մի հատ վերցրել եմ ամեն դեպքում, քերած մոցարելա, այծի պանիր, մածուն, միշտ Lidl-ից ենք վերցնում, երևի այսօր Lidl-ից էլ ենք վերցրել, բայց Aldi մածունն է, սրա համին այդպես ծանոթ չեմ։ Ահա, շուտ նորություններն եմ մնացրել, այս ջեմերը աշոտը վերցրեց, սիրում է ինքը թեյի հետ, կիսայուղային կաթ վերցրի, հիմա այս կաթերից մենակ ես եմ օգտագործում, կիսայուղային ու օգտագործում եմ, գիտեք, բանի համար, վարսակի փաթիլները այս կաթով եմ եփում շիլան, մեկ-մեկ որ կաթը վերջացած է լինում, ջրով էլ եմ սարքում, այդպես էական տարբերություն չի լինում, բայց ամեն դեպքում 2 հատ վերցրել եմ, էլ ուրիշ ձև կաթի չեմ օգտագործում, ասեմ, որ բանել մեկ-մեկ այդ սպիտակաձավարել էր շիլասարքում, բայց շատ հազվադեպ, որովհետև դա գիրացնում է։ Սառած կանաչ լոբի, որովհետև թարմ կանաչ լոբի չկար, ոչ Lidl-ում, ոչ էլ Aldi-ում։ Այստեղ արդեն սեղանի վրա եմ դրել, մի անգամից ասել, Lidl-ում մակարոնները, սննդային արժեքը այր, դրա համար եմ վերցրել, տեսեք, 2 հատ վերցնում ենք, 2 հատ նվեր, ես վերցրել եմ 4 հատ, որից 2 հատը նվեր էր, կարծեմ 2.98 էր մի հատը, իրականում 4 քանիս էր գինը, հիմա զեղչվել էր 2.98, 4 հատ մակարոն եմ վերցրել, բայց այնպես չի, որ մենք շատ մակարոն ենք ուտում, չէ, ու շատ չի կարելի ուտել մակարոն, լավ չի աղների համար, ալյուրա վերջը, սպիտակ ալյուրա, ամեն դեպքում վերցրել եմ, որովհետև վաղուց արդեն մի հատ էլ 2 շաբաթ եղավ pesto սոուս եմ վերցրել, պետքա մակարոնի հետ օգտագործվի ու չեմ արել։ Բրինձ էլ եմ կարծեմ վերցրել, այս մեկը չի, ամեն դեպքում այս մի տուփի մեջ, էսա էլի սառած ոլոր, մեր սիրած ձկները, ձկի ֆիլեները, քերած տեղին պանիր, հիմա բերեմ են մյուս պայսակները, քիչ էինք վերցրել ու այսպես ծանր ստացվեցին մեր պայսակները, վարունգ 90 ցենտ էր կարծեմ վարունգի գինը, սաղմոն ձուկ, սա արժեր 4.50 այս մի հատը, արժեր 4.50 200 գրամա։ Պանիրներ եմ վերցրել սրանից, ֆետա եմ վերցրել, երևի տարբեր պայսակների մեջ են դրվել, լոլիկ, մի քիչ հոտ ունի, լոլիկի հոտ գալիս է մի քիչ, սրան բիո բուրգեր պատրաստելու համար,
հոդա բաներից եմ վերցրել, սրանք կտրում եմ մանր այդպես քառակուսիներով, խանութում են այդպես վաճառում ու ավելի թանկ, դե որ իրանք են տանջվում կտրում, ես կտրում եմ, ամանի մեջ եմ լցնում ու ուտելու ժամանակ դնում ենք սեղանին, այդպես պատրաստ է արդեն ուտում ենք, ով ինչքան ուզում է։ Մի հատ վարունգի թթու, ասեմ, որ հայկական խանութից, որ գնել էի վարունգի թթու, բայց հայկական չէր, ռուսական էր, գրած էր գյուղի թթու, մի քիչ էլ կծու էր, այն ինչ համով էր, իսկական թթու էր, շատ լավն էր։ Ակտիմել հեղուկ յոգուրտները պրոբիոտիկներով հարուստ, որ միշտ առնում ենք, միշտ օգտագործում ենք, նախկինում Աշոտը այդպես չէր օգտագործում, այնքան ասեցի, այնքան խորհուրդ տվեցի, որ շատ լավ է օգտագործի, տեսիչ գող կմնաս, հիմա օգտագործում է, գողը ասում է, հայրուկ շատ լավն է։ Սա Քսենիայի համովիկներից է, էլի կա կարծեմ, տոպրակների մեջ, այստեղ դրվել է նաև, այս բաները պետք է նայեմ, այսպես, ուրեմն այստեղ առել ենք բանի, յուղը հանելու համար, սա շատ լավ է խոհանոցի ու ընդհանրապես ամեն ինչի համար է շատ լավ, բայց լավ մաքրող միջոց է էլի, օնդֆետր, կարճ ասած յուղը հեռացնում է լավ մաքրող միջոց է, սա այստեղ, սա վերցրել եմ ամեն ինչ մաքրող, կարելի է նաև հատակը մաքրել, ամեն ինչի համար, մաքրության համար, մի հատ կաղամբ եմ վերցրել, Աշոտն ասում է, էլի բորշ ես ուզում է պես, ասում եմ, չէ, ես անգամ բորշ չեմ եփ, ես անգամ կտապակ եմ, ես սիրում եմ այդպես տապակած, լավ թարմ կանաչով, երբ մենակ ես եմ սիրում մեր տանը, դե իրանք են ստիպված իմ հետ ուտում են, ծաղկակաղամբ մի հատ, խանութում մեկ որոշեցինք, Աշոտն ասեց, կարող է թթու դնես, ասեցի, դե հիմա գոնե այսօր եթե առնեմ 3 օր պետք է մնա, որովհետև ես 3 օր գործի եմ, ավելի լավ է, այնպես լինի, որ հաջորդ օր գոնե տանի լինեմ, որ թթու դնեմ, հաջորդ տոպրակը բերեմ, այս մեկը շատ ծանր է, ժողովուրդ ջան, ուրեմն վերցրել ենք այստեղ սկամպի, սխտորով մի անգամ վերցրել էի, շատ լավներ, Աշոտին դուր եկավ, ինքն է ուտում, արագ էլ պատրաստվում է, սրանից եմ վերցրել, ծովախեցգետին հայերեն ընթացքում ուզում եմ հիշեմ բառն ասեմ, էլի կաթ, սոյայի կաթը, սոյայի կաթը օգտագործում ենք ոնց որ մյուս կաթերը, սա ուղղակի բուսական է, մի քիչ խառն է դրվել, այստեղ ուրեմն լիդրում կա այսպիսի համով բան, էլի ձկի ֆիլեն է, տարբեր սոուսներով պատրաստի, բացում ենք, պատրաստի ամանի մեջ դրված է, այդպես դնում ենք ջեռոց, 40 րոպե ջեռոցում է եփվում, շատ համով բաներ են, ձկա ֆիլե տարբեր սոուսներով, այս մեկն էլ էս տեսակ, սա այսպես, խաղող երկու բինանի, ցուկինի, բիոցուկինի էր, սա զեղչի տակ էր, սա էլ ազնվամորի, տեսակ խանութում ցույց տվեցի, ինչքան թանկ էր, 125 գրամ էր ընդամենը, սա սառածն եմ վերցրել, շատ լավ է, ինչ թող սառածը լինի, շատ թանկ է այստեղ, բանան, ինչ էր կատարվում, լիդլում ալդի բանանները ընդհանրապես գնելու բան չէին, լիդլում էր պակասը չէր, այնտեղ էլ հասած, այն ինչ վիճակ էր, գոնե այդպես հասած արդեն չեն դնում զեղչի տակ, այստեղ երշիկ, Քսենիայի համար, հավի երշիկ, էլի բրինձ, սառած մեղր, գետնանուշի կարակ, այս ձկներից, ես սիրում եմ այսը, չնայած բոլորս էլ սիրում ենք այս ձկներից սարդինն, շատ համով են լիդլում, սրանց ենք վերցրել,
տոֆու ենք վերցրել, բիո տոֆուներ, հարցրել էիք ոնց ենք սարքում, ամեն անգամ տարբեր ձևերով, մի անգամ կնկարեմ։ Էլի երշի, սխտորը 1.30 կարծեմ արժեր, ինչի գինը հիշում ասում էլի, այս լոլիկները բազոյացված արժեն 70 ցենտ։ Թթվասեր, էլի պանիր, սոյայի կաթնորից, ուզում եմ տեղավորել, կասար մի հատ լիդլից վերցրինք, մի հատ ալդիից, թութերի մեջ բան, էլի սաղմոն ծխացրած կամ ծխեցրած սաղմոն, լոլիկի ես տոմատի մածուկները, լիդլի, սարած ձկի ֆիլե, պեգասյուս, էլի Քսենիայի համովություններից, իր դեսերտներից սիրում եմ։ Սրանք նրբերշիկներ են, այս տեսակ։ Սա էլ կարտոֆիլի ժարիտի համար, տապակելու համար շատ լավ է լինում կարտոֆիլի հետ։ Աշոտը դրա մասնագետն է, շատ լավ սարքում է։ Էլի ֆետա պանիր, մահադուր պայսա կբերեմ։ Ահագին շատ առևտուր ենք արել մի անգամից, ընթացքում գուցե դա էլի բաներ պակաս են, բայց ամեն դեպքում հիմա ահագին է։ Հիմնականը ոնց որ կա, ձու ենք վերցրել 2 հատ, մանդարին, սեզոն արդեն ասնում, այլ հիմա սրանք չի էլ ուտել պես, պատկերացրեք խնձոր չունեինք, մենք որ խնձորի սիրահար ենք, խնձոր չունեինք, անցյալ անգամ Աշոտ առևտրի էր գնացել Լիդլ, ասում է պատկերացնում ես Լիդլում խնձոր չկար, բայց ալդիից վերցրինք, սրանք կատնաշորներ են, կատնաշոր, տարբեր համերի, գուցե մի քիչ մանկական են, բայց ամեն դեպքում մեծերն էլ կարան ուտեն։ Ձեթը, ձիթապտղի ձեթը արժեր 8 եվրո ալդիից ենք վերցրել, այս ձեթերը դե շատ են թանկացել, այդպես թանկացել ու մնացել են։ Էլի ձկան ֆիլե ենք վերցրել, սա ալդիից վերցրինք, սառած ձկան ֆիլե, մի հատ ռիկոտա մտածեցի կարող եմ մի բան սարքեմ թխեմ, հալած պանիրը, էլի գազար, այս մեկը ալդիից, աղացած միսը, խոզի ու կովի, կարնային խոզի ու հորթի, արժեր 65% խոզի միսա, 28% տավարի միս, 8 եվրո արժեր, 800 գրամա։ Սա էլ մի պարուսակը, հիմա մյուսը բերեմ, 2 հատել լվացքի հեղուկ ենք վերցրել, դա էլ էին ակցիա դրել Լիդլում, անգամից գունավորի համար եմ վերցրել, որովհետև սպիտակի համար ունեի, դա էլ ակցիա էր, կարծեմ մի հատը 5 եվրո էր։ Այս ամանի սպունգները անցյալ անգամ ակցիոնում չկար, ալդիում նայեցի չկար, Լիդլում էլ մենակ էլի այս տեսակներ են, դեղինները լավն են չկար դրանցից։ Աղբի համար տոպրակները 20 հատը, այս 60 լիտրանոսն ենք մենք վերցում, խառը աղբը սրա մեջ ենք լցնում, հետո գցում ենք դուրսը կոնտեյների մեջ, սա էլ արժեր 1.30։ Եգիպտացորեն, փոքր ամաններով եմ վերցրել, որովհետև այսպես հարմար է, որ բացում ենք, այդպես մի անգամից օգտագործում ենք, վերջանում է, մեծը կեսը մնում է։ Այս անգամ վերցրել եմ նաև ալդից վերցրել եմ նաև բանի
ֆերմերի կարակ, էխտե ռոմբոդր, ֆերմերի կարակ, սա վերցրել եմ աղջարածը։ Սա ժողովուրդ ջան, վերցրել եմ նաև 2 հատ մոցարելլա, սառած թապալած, որ արդեն հալվում է, պետք է արագ գնա սարցախցի, էլի այծի պանիր, 2 հատ աման լվանալու հեղուկ, գեր, փրփուր, սրանք մաքրության համար բաղնիքի ու խոհանոցի, ինքան եմ սիրում ես բաժինը, որ մաքրության բաներն եմ վերցնում, սա էլ էստեղ, սա դնեմ, որտեղ էստեղ դնեմ, լավ, էստեղ չկա սեղանի վրա, սա ալդիի բուսական կաթերից է վերցրել եմ, տեսնենք ոնց է, կալցիումով, բանով, պրոտեինով հարուստ, վիտամին B2, B12, վիտամին D-ով հարուստ, նաև վերցրել ենք սրանք ես որ բանա կանալիզացիան որ խցանվում է կամ բան, պետք չի հիմա մեզ, բայց երբեմն պետք է լինում հատկապես բաղնիքում, որ պետք է լինում լցնում ենք մի քանի ժամ թողնում ենք լավ բացում, այսինքն մի քանի ժամ ենք թողում, բայց կարելի է 4 անգամ օգտագործել, լավ բացում է, խցանված կոյուղին, ու վերցրել եմ էլի պանիր, կարծես ամեն ինչ ցույց տվեցի ժողովուրդ ջան, հիմա ուրեմն այսքանին ամենակարևոր հարցը ինչքան ենք վճարել։ Վճարել ենք 2 խանութում միասին 235 եվրո։ Որպեսզի պատկերացում կազմեք այդքան գումարին, այ այսքան բան ենք տուն բերել։ Հայաստանում ավելի շատ կառնեինք, չէ, այդքանին։ Այսպես ժողովուրդ ջան։ Ալդիից նաև հաց առանք, դե չգիտեինք, որ հետո Lidl կմտնենք դրա համար, որովհետև Ալդի հացերը չեմ կարծում, որ լավն են։ Ամեն դեպքում մի հատ փոքր հաց վերցրել ենք։ Առանձին բաների գները հետաքրքիր կլինի, գրեք կասեմ, սիրելիներս։ Հիմա այս ամեն ինչը տեղավորեմ, սոված ենք։ Հաց կուտենք, թարմ սոյայի հատիկներ ունեմ, մտածում եմ նայեմ դրանով ինչ կարելի է սարքել, բայց արդեն համով ճաշեր ունենք, հատիկ լոբով ճաշ ունենք ու նաև բրնձով սուպ ունենք, որ ես սիրով ուզում եմ հենց այդ բրնձով սուպից ուտեմ։ Ուզում եմ ակցիոնից առած այս բաները փորձարկեմ, այս սպիտակացնող մաքրողը, ոտազները պետք է լվանամ, բայց մինչև մեքենա գցելը 15 րոպեով եմ միացնում մեքենայի մեջ, մի հատ ուզում եմ այս սպիտակ մասերես, այս այստեղ փորձարկեմ, սպիտակի համար է այս հատուկ, այնպես որ եթե օգտագործեք, իմացեք, որ մենակ սպիտակը պետք է բանարվի, հիմա բացենք, միասին փորձենք, այս պետք է մի հատ սեղմենք, այսպես սպիտակի վրա, որ դուրս գա, դրսում եմ նկարում, որ լավ չի երևում կամերայի մեջ, ուրեմն մի հատ այսպես կսեղմեմ, սպասեք դիմացից անեմ, ժողովուրդ ջան, որ լավ տեսնեք, այսպես երևում է, մի րոպե տեսնեմ, ուրեմն մի հատ այսպես սեղմում ենք, որ դուրս գա, այսպես, տեսեք, սա մենակ սպիտակի համար է, նայեք, արդյունքը, հիմա այստեղ պետք է այնպես անեմ, որ այս մյուս գույնին չվնասի, Որ լավ է, ժողովուրդ ջան, մաքրում է, այսեղ ուղղակի պետք է, քանի որ ուրիշ գույն էլ է, չեմ ուզում վնասեմ այդ գույնը, մի քիչ պետք է երևի, մենակ լրիվ սպիտակ բութազների վրա փորձեի, որ չվնասեմ,
Սրանք մարսվելուց բոթազներն են։ Սա այսպես, տեսեք, փչացրի այստեղ, երևի թե գցեմ սրանք մեքենա, բայց մինչև մեքենա գցելու ուզում էի նաև ցույց տալ, այս մեկն էլ հոտի համար էր, որ բոթազների մեջ փչենք, թարմ հոտ կա, րոպե նայենք ոնց է բացվում։ Հա, այսպես տեսեք, այսպես սեղմեցի, հիմա պետք է դրսում եմ անում, որ այս հոտը կարելի է նաև փչելու ժամանակ շոր գցել այսպես վրան, որ հոտը մենք չշնչենք։ Այսպես դնում ենք բոթազի մեջ ու սեղմում ենք։ Այս ինչ էլ անուշ հոտ է գալիս։ Լավ անուշ հոտ է գալիս։ Այս մեկն էլ լավն է։ Շատ թարմ անուշ հոտ եկավ սրանից, իսկ այս սպիտակն էլ ուղղակի պետք է ամբողջը սպիտակ բոթազների վրա փորձել, բայց էլի լավ է, տեսեք ինչ լավ մաքրեց։ Ահա, այս տեսքն ունի, հիմա լվանալուց հետո լավ բան է անում, սպիտակացնում է լավ այդ նյութը, արժե օգտագործել, խորհուրդ կտամ։